Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, կիրակնորյա ժամը լրատվականն է։ Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում սպասում են Մինսկի խմբի միջնորդներին։ Նրանք տարածաշրջան կայցել են մարտի վերջին։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել մեկ շաբաթ առաջ Փարիզում, որտեղ համանախագահները առանձին հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Միջնորդներին սպասելիս Հայաստանի փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանն է բացատրում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մեռյալ կետում և ինչու չի կարելի հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից, որը նա անվանում է զսպաշապիկ։ Աննա Բալյանն է զրուցել փոխարտգործնախարար Քոչարյանի հետ։ Պարոն Քոչարյան, մեր երկրի համապետական ընտրություններն ավարտվեցին, Ադրբեջանում ընտրություններ են սպասվում հոկտեմբերին, այս ընթացքում մարտի 4-րդ շաբաթվա մեջ տարածաշրջան են այցելելու Մինսկի խմբի համանախագահները։ Ինչ կարող ենք ակնկալել այս այցից։ Գիտեք, արդեն վաղուց առաջընթացը բանակցային գործընթացում գնահատական ու կապ չունի ընտրությունների հետ։ Այլ բան, որ այդ ընթացքում հրետանաբանությունը կարող է փոխվել, բայց էությունը լրիվ այլ դաշտում է, ինչու չկա առաջընթաց, ինչու այսօր խնդիրը կարգավորված չէ։ Դա Ադրբեջանի դիրքորոշումն է, այն դիրքորոշումն է, որը որևէ հնարավորություն չի տալի առաջընթացի։ Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանը մերժում է երկու սկզբունքը, եւ ինքնորոշումը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը ըստ էության միայն մեկին է կողմ տարածքային ամբողջականության, այլն էլ աղավաղված եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող ձևով, որովհետեւ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության ինքնորոշման իրավունքին չի կարող հակադրվել պետության տարածքային ամբողջականությունը։ Այսուհանդերձ այս ամբողջ համատեքստը հաշվի առնելով մեր ընդդիմադիր ուժերը կարծում են, որ միգուցե կարիք կա փոխել Մինսկի խմբի ձևաչափը։ Նախ ժամանակ է անցել, փոխվել են իրողություններ եւ մադրիդյան փաստաթուղթը որպես այդպեսին չի կարող լինել բանակցությունների հիմք։ Նախ թե Ադրբեջանի երազանքն է փոխել այդ ձևաչափը, ինչու՞։ Որովհետև Մինսկի խումբը ունի երկու առաքելություն։ Մեկը նպաստել, որ կողմերը կարողանան գալ փոխհամաձայնության, փոխզիջումների հաշվին։ Եթե այդտեղ առաջընթաց չկա, տեղ մեղավոր է միանշանակ Ադրբեջանը եւ դա գիտակցում է նաեւ Մինսկի խումբը։ Երկրորդ առաքելությունը ամեն ինչ անել, որպեսզի այն փխրուն զինադադարը, որը առկա է, չվերաճի նոր ռազմական գործողությունների պատերազմի։ Եվ այդ հարցում Մինսկի խմբի այս համանախագահությունը լուրջ զսպաշապիկ է, որովհետև երեքն էլ հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ։ Որևէ արկածախնդրություն Ադրբեջանի, որից ամենևին հայկական կողմերը չեն վախենում, մենք ամեն ինչին պատրաստ ենք, բայց եթե նա փորձի այդպիսի արկածախնդրության դիմել, դա կլինի ապտակ Մինսկի խմբի ավելին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամին։ Ահա ինչու Ադրբեջանը երազում է ազատվել Մինսկի խմբից։ Այս դեպքում կարող ենք ակնկալել, որ մեր արտաքին քաղաքական գերտերության նախաձեռնությունը կարող է լինել նոր փաստաթուղթ դնել սեղանին, որը կարտացոլի այսօրվա իրողությունը։ Քանի Ադրբեջանի պահվածքը այդպեսին է, ինքն ինչ է ասում, կամ ամեն ինչ կամ ոչինչ։ Եթե այդպեսին է կոնոտեցում, ապա ոչինչ, որովհետև Ադրբեջանի բոլոր քայլերը ուղղված են առկա իրավիճակի պահպանմանը, ստատուս քվոյի։ Որևէ մեկը ցանկանում է ստատուս քվոն փոխել ի վնաս հայկական կողմերի շահերի։ Ես չեմ կարծում։ Այսինքն այդ տեսակից հստակ գիտակցենք Ադրբեջանի բոլոր քայլերը ուղղված են նրան, որ այն ինչ որ կա այդպես էլ պահպանվի։ Եվ դա ժամանակը աշխատում է մեր օգտին։ Կարող ենք արձանագրել։ Եվ դա այնքան ժամանակ այդպես կպահպանվի, քանի Ադրբեջանը խելքը գլուխը չի հավաքել, շատ պարզ եմ ասում։ Իսկ ժամանակը, որ ասենք աշխատում է, իրականում գիտեք ինչ, հայկական կողմերը անկեղծ ցանկանում են, որպեսզի լինի կայուն իրավիճակ, որպեսզի լինի հարցը կարգավորված, բայց ոչ մի դեպքում միակողմանի զիջումներով չէ, միակողմանի զիջումներ չեն լինում։ Իսկ քանի Ադրբեջանը պատրաստ չէ, ուրեմն սա է իրավիճակը։ Կարգավորման տարբերակներից մեկն էլ հանրային դիվանագիտությունն է։ Այս դաշտում կարծես ունենք առաջընթաց։ Եվրամիության անդամ երկրի Լիտվայի խորհրդարանը բարեկամության խումբ ստեղծեց Արցախի հանրապետության խորհրդարանի հետ։ Հաջորդ զարգացումը, հաջորդ քայլը այս դաշտում ո՞րն է լինելու։ Ես շատ պարզ ասեմ։ Այն ինչ որ այսօր անում է Ադրբեջանը, դա ըստ էության հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության, ամբողջ այդ կազմակերպության 4 նպատակին։ Ինքը գործում է այդ նպատակներին դեմ։ Այդպիսի անհեռատես քաղաքականությունը միևնույն է բերելու է ուշտեշուտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման։ Խնդիրը նրանում չի կայանում, որ փաստաթուղթ փոխես չփոխես։ Եթե դիմացինը որևէ փոխզիջում չի տեսնում, այլ խնդիրը կայանում է նրանում, որ ամբողջ գործընթացը գնալու է այդ ճանապարհով։ Քանի Ադրբեջանը խելքը գլուխը չի հավաքել։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Ես եմ շնորհակալ։ Մինչ շաբաթվա մյուս թեմաներին անցնելը օրվա լուրերից Ռաֆի Հովհաննիսյանը հացադուլ է սկսում, նա այդ մասին հայտարարել է այսօր Ազատության հրապարակում կայացած հերթական հանրահավաքում։ Մեր թղթակից Արկադի Գրիգորյանի տեղեկացմամբ ժառանգության ղեկավարը խոսել է նաև անելիքների մասին։ Մինչև Ռաֆի Հովհաննիսյանի ելույթը խոսել են նաև նրա կուսակիցներն ու համակիրները Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուշուրյանը, Մանվել Գասպարյանը, ժառանգության երիտասարդական թևի ներկայացուցիչներ։ Ինչպես կուսակցության առաջնորդը, այնպես էլ ելույթ ունեցողների մեծ մասը խոսել են ընտրությունների արդյունքների ու սահմանադրական դատարանից իրենց ակնկալիքների մասին։ Ըստ մեր թղթակցի Ազատության հրապարակում հայտարարվել է, որ հանրահավաք է ընթանում նաև Արտաշատում եւ Կապանում։ Մեր նկարահանող խումբը եղել է Արտաշատում, որտեղ Սակավամարտ հանրահավաքին ելույթ է ունեցել Ստյոպա Սաֆարյանը, ժառանգության ներկայացուցիչ։ Շարունակում ենք, այս շաբաթ արդարադատության առջև կանգնեց մի մարդ, ով թոշակ է վճարել հանդերձյալ աշխարհի բնակիչներին։ Ամբաստանյալի աթոռին սոցիալապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն է իր 12 նախկին աշխատակիցների հետ։ Երեքշաբթի նրանց դատավարությունը սկսվելուն պես հետաձգվեց, պատճառն այն էր, որ երկու ամբաստանյալներ հրաժարվեցին պաշտպանից։ Թոշակահենության այս խայտառակ պատմությունը բացահայտել էր վերահսկիչ պալատը։ Ըստ քրեական գործի 4 տարի շարունակված խարդախությունների միջոցով Խաչիկյանի խումբը յուրացրել է ավելի քան 260 միլիոն դրամ։ Վազգեն Խաչիկյանը հիասթափված է, ամեն ինչ կարող էր happy end ունենալ, բայց ստորադասներն իր դեմ ցուցմունք տվեցին։ Իհարկե մի մասը ճիշտ է, ասում որ կարող սխալն է, որովհետև մենք ունենք մոտ 1000 աշխատող, որոնք առնչվում են մոտ 520,000 կենսաթոշակառու հետ։ Այստեղ այսպես մերսագրել, որ տեսեք այդ պետական բյուջեից միլիարդավոր դրամներ, միլիոնավոր դոլարներ եւ իհարկե նման բան չկա։ Թոշակները փոխել են հոսքի ուղղությունը, ծերերի հաշիվների փոխարեն նստել են Խաչիկյանի ու ընկերների գրպաններում։ Սա հատուկ քննչաղանի եզրակացությունն է։ Մասնավորապես ստորագրություններ են դրվել բացակայող կամ մահացած կենսաթոշակառուների անունների դիմաց, համակարգչային բազայում են կատարվել փոփոխություններ եւ կեղծիքներ, հափշտակված գումարների տնօրինումը կատարվել է համապատասխան տոկոսային հարաբերություն բաժանելուց հետո։ Մեռածոքիների թոշակահենությունը շարունակվել է 4 տարի, 2006-ից 10 թվականները։ Վերահսկիչ պալատը բացել է խաղաքարտերը։ Հետագայում պարզվեց, որ չարաշահումները թույլ են տրվել ոչ միայն Երևան քաղաքում, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Հանցավոր ցանցի սխեման է, խիստ գաղտնի փաստաթղթերից։ Բուրգի գագաթին իհարկե Վազգեն Խաչիկյանի անունն է։ Նրանից ներքև աշխատակազմի ղեկավար, տեղակալներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ, այսպես 32 հատոր։ Առնվազն 8300 մարդ պարզաբանում է տվել հատկապես կարևոր գործերով քննիչներին։ Արդյունքում պարզվել է, թոշակառուների գումարներից խումբը կազմակերպված հափշտակել է 260 միլիոն դրամից ավելին։ Վազգեն Խաչիկյանը միայնակ Գյումրու վճարային ծառայության ղեկավարից պետբյուջե մուտքագրելու համար վերցրել ու խարդախությամբ յուրացրել է 29 միլիոն դրամ։ Գտնում ենք, որ խարդախություն հոդվածը լիովին անիմաստադրված։ Խաչիկյանը չէր կարող դեռևս մայիս ամսին իմանալ, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերահսկիչ պալատի կողմից 29 միլիոնի բացահայտում պիտի կատարվի, որ Գյումրիում նման չարաշահում տեղի ունեցել։ Խաչիկյանին ձեռնաշղթա հագցրին անցյալ տարվա սեպտեմբերից։ Նրա հետ մեղադրանք առաջադրեցին եւս 57 մարդու։ Սոցիալական ծառայության նախկին ղեկավարի գործը 12 հանցակիցների հետ քննում է Կենտրոն Նորք Մարաշ դատարանը։ 460-ից 65 միլիոնը վերականգնված է։ Խաչիկյան պլյուս 12-ի կողմից 1 միլիոն դրամից մի քիչ ավել գումար է վերականգնված։ Իսկ մնացած 258 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով հայց է հարուցված դատարան։ Խաչիկյանի քրեական գործը դեռ փակված չէ։ Նրա գլխին մութ ամպեր հնարավոր է կուտակվեն Արմավիրի կողմից։ Այնտեղ այժմ ուսումնասիրություն է կատարվում։ Նոր բացահայտումների դեպքում գործը դատարանից հետ կկանչեն ու լրացումներով կուղարկեն քննության։
Իսկ մինչ այդ Խաչիկյան +12 գործին զուգահեռ տարբեր մարզերի դատարաններ քննում են դրանից առանձնացված եւս 9 քրեական գործեր։ Ամենաաղմկահարույցներից Դիլիջանի հայփոստի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մարկոսյանի գործը։ Կենսաթոշակառուների գումարները յուրացնելու համար նա դատապարտվեց 4.5 տարվա ազատազրկման։ Մյուս նոթաչուների գործն է։ Նրանք նախկին գործընկերուհու օգնությամբ ավելացրել էին իրենց թոշակը։ Դավթաշենի տարածքային ստորաբաժանման ղեկավար Սարգիս Հակոբյանը խոշոր չափի կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Վազգեն Խաչիկյանի գլխավերևում մինչև 8 տարի կալանքի սպառնալիքն է։ Այն կչեզոքանա, թե կհաստատվի, կախված է նրա պաշտպանի ու մեղադրող 3 դատախազների դատամարտի ելքից։ Աննա Բալյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։ Վերացնել ընդունելության քննությունները, որոնք հաճախ վերածվում են համաժողովրդական ստրեսի։ Անցնող շաբաթ այս անսպասելի առաջարկն արեց պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով ժամանակին ծանր է տարել իր առաջին ընդունելության քննությունները ձախողելու փաստը։ Այս առաջարկն այս պահին ոգևորում է միայն գիշերուզոր շտեմարաններ սերտող դիմորդներին։ Կրթության նախարարությունում ավելի իրատես են։ Հայաստանը երբ պատրաստ կլինի դիմորդներին ազատել քննական տագնապալի փորձությունից, փորձել է պարզել Սոլինե Միքայելյանը։ Արդեն 1 տարի է Գայանեի օրը սկսվում ու ավարտվում է գրասեղանի առջև, պատրաստվում է ընդունելության քննություններին։ Ամեն օր 6-ից 8 ժամ կամ կրկնուսույցի հետ է աշխատում, կամ տանը շտեմարաններն է սերտում։ 3 ամսից պատրաստվում է մայր բուհ ընդունվել, ուզում է լրագրող դառնալ։ Դպրոցում Գայանեն լավ է սովորել, բայց լրացուցիչ պարապում է, որ քննական սթրեսը մեղմի ու քննասենյակում ինքնավստահ լինի։ Նույնիսկ ամենախելացի դիմորդը վստահ եմ, որ ունի այդ վախը, որովհետև չես կարող պատկերացնել ինչ կկատարի քեզ այդ պահին։ Վախը կախված չէ գիտելիքներից պակասից կամ չգիտեմ, ուղղակի կապված է անորոշությանը։ Եթե բուհ ընդունվելու համար որոշիչ լիներ Գայանեի 12 տարվա կրթական առաջադիմությունը, նա կարող էր վստահ լինել, որ սեպտեմբերից լսարան կմտնի։ Դիմորդների մեծ մասի երազանքն առաջարկի տեսքով օրինաց երկիր կուսակցության նախընտրական ծրագրում էր։ Հեղինե Բիշարյանը հիշում է, թե ինչ ապրումներ էր ունենում ընդունելության քննություններին եւ որքան խորն էր հիասթափությունը, երբ առաջին տարին չընդունվեց։ Ազգային ժողովի պատգամավորն ասում է, ուսումնասիրել են միջազգային փորձը եւ հասկացել, պետք է հրաժարվել ընդունելության քննություններից։ Այդ դեպքում բոլոր ցանկացողները կկարողանան բուհ ընդունվել, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրանա դպրոցի նշանակությունը։ Երեխան սովորում է 12 տարի, նա դարձյալ չի կարողանում հաղթահարել ընդունելության քննությունները եւ պետք է մասնավոր պարապի, որ կարողանա ընդունվել։ Սա խնդիր է։ Նախ լրացուցիչ ծախսերը 1, երկրորդը, որ դպրոցի նկատմամբ կա անվստահություն։ Բուհ պետք է հեշտ ընդունվեն, դժվար ավարտեն։ Այս արտահայտությունը հաճախ է հնչել կրթության պատասխանատուների կողմից։ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն էլ է այդպես կարծում, սակայն քննական կարգը վերացնելու նախապայման Անահիտ Բախշյանը համարում է ավագ դպրոցի կայացումը։ 5 տարվա ընթացքում դա չի հաջողվել։ Որքան էլ մենք ասենք, այո, բուհ պետք է բոլորը գնան, հեշտ լինի ընդունվելը, բայց սովորելը դժվար։ Քանի դեռ ավագ դպրոցը այսօր այն վիճակում է, ինչ որ կա, մենք կարծում եմ չենք կարող դրա մասին մտածել։ Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում նախորդ տարի ընդունելությունն առանց քննությունների էր, դպրոցի ավարտական գնահատականների հիման վրա։ Նույն մեխանիզմը բուհ ընդունվողների համար դեռևս անհնարին է։ Կրթության եւ գիտության նախարարի խոսքով ընդունելության քննությունների այժմյան տարբերակը մեր երկրի համար լավագույնն է։ Դժվարությամբ եմ այսօր պատկերացնում 1300 դպրոցներում 12-րդ դասարանցիների քննությունների օբյեկտիվ մոնիտորինգ։ Չկա հասկացություն ընդհանրապես վերացնել ընդունվելու համար որևէ մրցություն։ Ուղղակի այդ քննությունը կարող է լինել բուհում, դպրոցում կամ բուհի եւ դպրոցի արանքում, ինչպես այսօր է։ Երբևէ քննությունների դասական եղանակից կհրաժարվենք, եթե համատարած համակարգչային քննական մոդել գործի, ասում է նախարարը։ Երբ կստեղծվեն քննական կենտրոններ, դիմորդը քննություն կհանձնի օնլայն առանց միջնորդի, իսկ պատասխանը կիմանա միանգամից։ Դա ապագայում, հիմա միջոցներ ու հնարավորություններ չկան։ Աշակերտից ուսանող անցումը դեռ միայն քննությունների միջոցով է։ Սոլինե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, Նարեկ Եղիազարյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։ Մայրության եւ գեղեցկության տոնի նախօրեին մտահոգիչ թվեր հրապարակեցին հայ գինեկոլոգներն ու սեքսապաթոլոգները։ Հայաստանում ամուսնական զույգերի 15%-ը տառապում է անպտղությունից, գրեթե նույն ցուցանիշն է ամբողջ աշխարհում։ Բայց եթե օրինակ եվրոպական ընտանիքում գիտակցում են, որ անպտղության միակ մեղավորը կինը չէ, Հայաստանում չգիտես ինչու շատերի խելքին մոտ չի թվում, որ տղամարդը նույնպես կարող է ունենալ նույն խնդիրը։ Այնիշ պարզվում է կանանց եւ տղամարդկանց անպտղության հավանականությունը գրեթե նույնքան է։ Եվ այսպես երջանիկ միություն, որ կարող է ավարտվել անկողնում, պատվում է Սյուզան Չիչակյանը։
Որդու թոդովանքներին Մարիամը շուրջ 12 տարի է սպասել, բազմաթիվ դժվարություններով է անցել, այսօր հպարտությամբ է հետ նայում, կարողացել է հաղթահարել անհնարին թվացող խոչընդոտներն ու երկրորդ որդուն գիրկն առնել։ Չենք սպասում, որտեղ տարիքներս էլ արդեն փոքր չէինք, մտածում, որ արդեն չի լինի, չի ստացի, բայց ստացի։ Սիրանույշի համար եւս մայր դառնալը համբերության ու հույսի փորձություն էր, հիմա արդեն 2 բալիկ ունի։ Բժշկուհու ընդունարանում երեխա փափագող զույգերի թիվը տարեստարի ավելանում է, գալիս են ամենատարբեր հարցերով, իրենց խնդիրներին տեղյակ ու անտեղյակ, երբեմն նույնիսկ հղիությունը չբերության հետ շփոթելով։ Մի դեպք ունեցանք, երբ 4 տարվա չբեր էր կինը եւ 1 ամիս ուշացել էր, նա մտածելով, որ արդեն նույնպիսի իրավիճակ է եւ դաշտանային ֆունկցիան է խանգարված, եւ մենք այդ կնոջ մոտ հայտնաբերեցինք հղիություն եւ նրանք շատ երջանիկ հեռացան մեզանից, քանի որ նրանք եկել էին անպտղության բուժման կապակցությամբ։ Սեռավարակներ, բնածին ֆիզիոլոգիական խնդիրներ, բորբոքային խորացված պրոցեսներ, անպտղության պատճառները շատ են, բուժումները բազմազան։ Բժիշկներն ընդգծում են, լավագույն արդյունք կարելի է ակնկալել, եթե բժշկին այցելի զույգը։ Հակառակ դեպքում անպտղության բուժումը եւս կարող է անպտուղ լինել։ Առողջ կինը տարիներով կբուժվի, իսկ անպտուղ տղամարդը նրան կմեղադրի երեխա չունենալու համար։ Երբ որ կա այդ խնդրը, մի անգամից գալիս են, ասում են բժիշկ ջան, մեր հարցին նայեք, բայց մի անձով հղիություն չի լինում, նաև տղամարդուն էլ է պետք նայել եւ դեք այսօր արդեն 10 տարի է բավական ժամանակ մենք իրագործում ենք փորձանոթում բեղնավորումը եւ ամբողջ աշխարհում քանի գնում է տոկոսը փոխվում է եւ պրակտիկորեն տղամարդու գործոնը եւ կնոջ գործոնը դարել է հավասարաչափ։ Թերսնումը, օդի ու միջավայրի աղտոտվածությունը նույնպես կարող են անպտղության հանգեցնել, ասում է սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը։ Անպտղության կասկածը սակայն երբեմն փարատվում է, այլ խնդիր ի հայտ բերելով։ Լինում են դեպքեր, երբ պարզվում է, որ երեխա երազող ամուսնական զույգը ոչ թե անպտղության դեմ պետք է պայքարի, այլ սեռական հարաբերությունների ռիթմը կարգավորի։ Զույգը երկար ժամանակ ապրում է ամուսնական փոխհարաբերություններում եւ մեզ դիմում են անպտղության գանգատով, սակայն խոր ուսումնասիրությունները կամ հետազոտությունները փաստում են, որ զույգի միջև տեղի չունեցել նույնիսկ սեռական հարաբերություն։ Անպտղությունը դատավճիռ է միայն եզակի դեպքերում։ Հայաստանում իրականացվում է նաև արհեստական բեղմնավորում։ Մասնագետներն ընդգծում են, անպտղությունը բուժելու համար խիստ կարևոր է սեփական օրգանիզմի հնարավորություններին վստահելը։ Համակերպվելու ու հանձնվելու դեպքում օրգանիզմը չի կենտրոնացնի իր բոլոր ուժերը եւ բժիշկների ջանքերը ապարդյուն կանցնեն։ Այսինքն պետք է անդադար հավատալ բարի լուրին եւ այն կհնչի երեխայի ճիչով։ Սյուզան Չիչակյան, Հայրփի Միքայելյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։ Անցնող շաբաթ Հայաստանն աշխարհի հետ տոնեց մարտի 8-ը եւ միայնակ շարունակում է նշել կանանց տոնական միամսյակը։ Մարդկության գեղեցիկ կեսին նվիրված հայկական տոները կայուն են, իսկ գեղեցկության ընկալումները փոփոխական։ Արսեն Դումանյանն է փորձել պարզել, թե ինչպես է ժամանակը փոխում գեղեցկության չափանիշները։ Խորհրդային վարսավիրանոցներից հիմա նույնիսկ կանունը չի մնացել։ Ներկայիս գեղեցկության սրահները վիրաբույժի սենյակ են հիշեցնում։ Սանրին ու մկրատին փոխարինած 50-ից ավելի գործիքները կօգնեն ստանալ անգամ ամսագրի շապիկի սանրվածք։ Ոճային փոփոխությունների կատաղի տեմպում կարևորը ձեռքը ժամանակի զարկերակին պահելն է։ Այս տարի ավելի շատ դեմոկրատիկ է նորաձևությունը, ինքը ռոմանտիկ է, կարող են ունենալ կարճ սանրվածքներ, գունային գամման հարուստ է այս տարի, բայց ավելի շատ մենք նախընտրում ենք ավելի բնականին մոտ։ Մազերի այն կտրվածքը, որի համար մի քանի տարի առաջ Ռուզաննայի աթոռի մոտ կանանց հերթեր էին գոյանում, այսօր ուժով չես պարտադրի։ Օրինակ 90-ականների հմայքը, առջևի մազափունչը, այսպես կոչված չոլկան, հիմա չի հրապուրում։ Մենք շատ Երևանում շատ մոդայիկ էր միլիրովկա կոչվածները, հա։ Այսօր դա չի արվում։ Մոդայի գլխավոր պոդիումը Եվրոպան է։ Փարիզի կուտյուրիեները կատակում են. եթե եկել եք մոդել աշխատելու, մուտքի մոտ ձեր ձեռքերը դրեք պարանոցին ու ներս մտեք։ Եթե կուրծքը արմունկներից առաջ չի դիպչում դռանը, կարող եք ետ դառնալ, չեք համապատասխանում։ Եվրոպացի ոճաբանների կրեատիվ մտքերը նաև գեղեցիկի մեր պատկերացումն են ձևավորում։ Սև մազերով, սև աշկերով, ավելի շատ դեմքին ես ուշադրություն կդարձնեի, որ գեղեցիկ լինի։ Պետքա բոյով լինի, մազերը երկար լինի։ Կարելի է գեղեցկությունը տեսնել աշկերի մեջ։
Կինը տարբեր ժամանակներում տարբեր քաշային կարգերում էր ցանկալի։ Բարոկոյի շրջանում համաչափ գիրությունը համարվում էր գեղեցիկ։ Գեր կանայք այսօր էլ գնահատված են Արևելքում, որտեղ ամենահմայիչ տեսարանը պորտապարն է։ Իսկ կլասիցիզմի դարաշրջանում մերկություն ցուցադրելը չէր կարելի։ Եղել է ժամանակ, որ գնահատվել են գեր կանայք, շատ դեպքերում նրանք քիչ են շարժվել, շատ են կերել, որպեսզի գերանան եւ հաճելի լինեն տղամարդկանց։ Լեոնարդո դա Վինչիի մարմնեղ Մոնա Լիզան մեր ժամանակների սերիալների հերոսուհին չէր լինի։ Տղամարդկանց այժմ հրապուրում է Մոնիկա Բելուչիի Նուրբ Իրանը, բայց սա էլ է ժամանակավոր։ 90-60-90-ը մի օր կձանձրացնի տղամարդուն եւ նա կփնտրի այլ գեղեցկություն։ Արսեն Դումանյան, Նարեկ Եղիազարյան, Հայարփի Միքայելյան, ժամը լրատվական։ Վերջում ես մի քանի տեղեկություն օրվա լրահոսից այսօր նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել արձակագիր հոգեբան Էլդա Գրինին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։ Պետությունն է նաև խորհրդային պետական գործիչ ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Գյորգի Տեր Ղազարյանցին 90-ամյակի առիթով։ Իսկ Ավդալբեկյանների ընտանիքը Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագիր է ստացել, մահացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի հիմնադիր Սուրեն Ավդալբեկյանը։ Դուք դիտում եք Կիրակնորյա ժամը լրատվականը, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն եւ ամենայն բարիք։